Բարեկցա սիրելի մասնակիցներ, ուրախ եմ ձեզ ողջունել քայքով խնայված ծրագրի հեռահար դասընթացների երկրորդ դասին։ Գիտեմ, որ առաջի դասի ընթացքում դուք արդեն շատ հետաքրքիր մի թեմայի մասին եք խոսել, որն է աշխատանքի իրավունքը։ Այսօր եւս մենք շատ կարևոր եւ կյանքում շատ կիրառելու ու օգտակար թեմայի մասին ենք խոսելու՝ բանկերի եւ բանկային կազմակերպությունների մասին։ Եվ ավելի լավ եւ խոր ըմբռնելու համար մի քանի կետեր մենք կսահմանենք մեզ համար եւ դրանց մասին առավել մանրամասն եւ ընդգրկուն կփորձենք զրուցել եւ քննարկել։ Սակայն մինչեւ դա կուզենամ ներկայանալ, ես Խաչատրյան Սոնան եմ, մասնագիտությամբ տնտեսագետ ֆինանսիստ, աշխատում եմ Հայաստանի բանկային համակարգում։ Սկսենք բանկերից հենց, բանկերը, ինչու՞ չէ նաև բանկային կազմակերպությունները, մանավանդ Հայաստանում, նաև այլ երկրներում զբաղեցնում են երկրի ֆինանսական համակարգի մեծ մասը։ Օրինակ Հայաստանում առևտրային բանկերը ֆինանսական համակարգում ունեն 96% տեսակարար կշիռ, այսինքն շուկայի մեծ մասը հենց առևտրային բանկերն են կազմում։ Որպեսզի բանկերի եւ բանկային կազմակերպությունների տարբերությունը հասկանանք, նախ եւ առաջ փորձենք դրանց կողմից մատուցվող ծառայությունները հասկանալ։ Ես չեմ ուզում շատ խորանալ, թե ինչ է բանկը, ինչ է բանկային կազմակերպությունը, որովհետեւ դրանց բազում սահմանումներ դուք կարող եք գտնել, ինչպես իրավական, այնպես էլ տեսական, որոնք ըստ էության իրարից չեն տարբերվում, միտքը նույնն է։ Իսկ միտքը այն է, որ պարզ ասած, բանկերը զբաղվում են առևտրով եւ ծառայությունների մատուցմամբ։ Բանկի ի տարբերություն այլ կազմակերպությունների առևտրի օբյեկտը փողն է, այսինքն բանկերը մի կողմից զբաղվում են փողի առքովաճառքով, իսկ մյուս կողմից մատուցում են մի շարք ծառայություններ, որոնք իրոք մեր կյանքը շատ հեշտացնում են, եթե մենք քաջատեղյակ ենք այդ ծառայություններից եւ գիտենք ինչպես օգտվել դրանցից, ինչպես նաեւ գիտենք մեր իրավունքներն ու պարտականությունները ֆինանսական կազմակերպությունների հետ հարաբերվելու ժամանակ։ Բանկերը այսօր մատուցում են մի շարք ծառայություններ, որոնցից հիմնականների մասին կխոսենք։ Դրանք են հաշիվները, բանկային հաշիվները, փոխանցումները, քարտերը, հեռակառավարման համակարգերը, որոնք իրենց մեջ մի քանի կարևոր գործիքներ են ներառում, ավանդները եւ վարկերը։ Սկսենք հաշիվներից։ Հաշիվները ըստ էության այն հիմնական գործիքներն են, որոնք կապում են ի սկզբանե կապում են բանկերին եւ հաճախորդներին իրար հետ։ Հաշիվները մեզ հնարավորություն են տալիս ընթացիկ կարգավորում եւ կառավարում իրականացնել մեր ֆինանսական միջոցների։ Դրանց միջոցով մենք կարող ենք կատարել փոխանցումներ, այսինքն հանձնարարել, որպեսզի բանկը կատարի փոխանցումներ, կոմունալ որոշակի վճարումներ, ինչպես նաեւ հնարավորություն է տալիս մեզ ստանալ փոխանցումներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ Հայաստանի ներսում, եկամուտ, աշխատավարձ, ցանկացած տիպի փոխանցում, որը ուղղված է դեպի մեզ։ Հաշիվների մասին շատ կարևոր է իմանալ, որ դրանք որոշակի բանկերի կողմից առաջարկվում են տոկոսային եկամուտով։ Այսինքն դուք ունեք գումար, բացում եք հաշիվ եւ ձեր գումարը պահում եք ձեր հաշվի վրա։ Բանկեր կան, որոնք այդ արկա գումարի վրա, հաշվում արկա գումարի վրա որոշակի տոկոսադրույք են սահմանում, որը աշխատում է հաշվում տվյալ բային արկա գումարի վրա։ Սակայն դա դեռևս չի վկայում, որ տվյալ հաշիվը տվյալ բանկում բացելը ձեր համար ձեռնտու կլինի։ Պետք է նախ եւ առաջ շատ լայն ուսումնասիրություն անել բանկերի կայքերում, տարբեր տեղեկատվական աղբյուրներից եւ հասկանալ, թե բանկերը ինչ սակագներով են տվյալ հաշիվների բացումը եւ սպասարկումը իրականացնում։ Մի կողմից Հայաստանում մենք տվյալ խնդիրը չունենք, այսինքն բանկային համակարգը շատ մրցակցային է, մենք լայն հնարավորություն ունենք ընտրել, թե որ բանկում ենք ուզում հաշիվ բացել եւ որ բանկում ենք ուզում խնայել մեր միջոցները։ Մյուս կողմից էլ շատ բանկերի արկայությունը արդեն որոշակիորեն խնդիր է դառնում ընտրություն կատարելու հարցում։ Այսինքն կարևոր է նախ եւ առաջ իմանալ, թե ինչ սակագներով են բացվում եւ սպասարկվում, եւ մյուս կողմից իմանալ նվազող արկա մնացորդի վրա տոկոսադրույք բանկը աշխատացնում է, թե ոչ, այսինքն դուք հաշվից եկամուտ ստանալու եք, թե ոչ։ Բայց պրակտիկ եթե նայենք նորից, իրականում սակագները եւ այդ տոկոսային եկամուտը եթե նայում ենք, հարաբերում ենք, տեսնում ենք, որ ըստ էության այն բանկերը, որոնք ցածր սակագներով են հաշիվները սպասարկում, 0% եկամուտ են առաջարկում։ Իսկ այն բանկերը, որոնք բարձր սակագներով են առաջարկում հաշիվների բացումը եւ սպասարկումը, որոշակի տոկոսային եկամուտ առաջարկում են, որը իհարկե էլի չնչին գումար է կազմում, բայց ստացվում է, որ դրանք իրար փող լրացնում են եւ ինչ որտեղ սակագները գրեթե բոլոր բանկերի դեպքում նույնն է ստացվում։
Հաշիվների մասին նաև կարևոր է իմանալ ևս մեկ բան, որ բացի բանկային հաշվից կան քարտային հաշիվներ, որոնք գծված են քարտի, որի մասին ցած ավելի մանրամասն կներկայացվի առաջիկա դասերի ընթացքում, բայց հիմնականը, որ պետք է իմանալ հաշիվների մասին, ներկայացվածն է, նաև չմոռանամ նշել, որ հաշիվ բացելու համար պարզապես պետք է ունենալ անձը նույնականացնող փաստաթուղթ, իսկ ինչպես գիտեք, մեր երկրում հիմնական այդ փաստաթուղթը անձնագիրը եւ սոցիալական քարտն են, որով եթե դուք մոտենում եք բանկ, ձեզ բնականաբար հաշիվ բացելու հարցում չեն մերժում։ Սակայն մի կարևոր փաստ եւս նշեմ, բանկերը բնականաբար առանց որոշակի ինֆորմացիայի ստացման ձեր համար հաշիվ չեն բացի, այսինքն անձնագիրը եւ սոցքարտը դեռևս բավարար չեն, եւ եթե ձեզ բանկի աշխատակիցը որոշակի հարցեր կտա ձեր ամսական եկամուտի, ձեր ամսական կարգավիճակի, բնակության վայրի, փաստացի բնակության վայրի մասին է խոսքը եւ այլ որոշակի տվյալների մասին, խնդրում եմ չզարմանալ, քանի որ այսօր միջազգային պրակտիկայում եւս ընդունված է ճանաչիր քո հաճախորդին սկզբունքը, այսինքն բանկերը փորձում են հնարավորինս լավ ճանաչել հաճախորդին, ձեր իսկ կարիքները հնարավորինս լավ բացահայտելու եւ առավել հարմարավետ ծառայություններ առաջարկելու համար։ Հաջորդ կարևոր ծառայությունը, որը բանկերը առաջարկում են եւ որով հեշտացնում են մեր կյանքը, դա փոխանցումներն են։ Ընդ որում երկու խումբ փոխանցումներ կուզենամ առանձնացնել, որը բնականաբար պրակտիկայում եւս հենց այդպես է եւ ոչ միայն պրակտիկայում, դրանք միջբանկային փոխանցումներն են եւ արագ դրամական միջոցների փոխանցման համակարգերի միջոցով իրականացվող փոխանցումները։ Առաջինի դեպքում, այսինքն միջբանկային փոխանցման դեպքում, պարտադիր է բանկային հաշվի արկայությունը, այսինքն դուք որևէ բանկում ունեք հաշիվ, որևէ նպատակով ուզում եք մեկ այլ հաշվի կամ ուղղակի մեկ այլ անձի անունով փոխանցում կատարել։ Ճիշտ է, ձեր համար պարտադիր կլինի, որպեսզի դուք ունենաք բանկային հաշիվ, բայց միջբանկային փոխանցման դեպքում պարտադիր չէ, որպեսզի ստացողը ևս ունենա բանկային հաշիվ, ուղղակի պետք է որոշակի նույնականացնող տվյալներ նշել տվյալ անձի մասին եւ փոխանցումը կկատարվի։ Բանկային փոխանցումը ուղղակի սովորաբար ավելի երկար է տևում, Հայաստանում մինչեւ 3 օր, իսկ արտասահմանյան միջբանկային փոխանցումների դեպքում փոխանցումների փոխանցման տևողությունը կարող է ավելի երկար տևել, դա պայմանավորված է նրանով, որ բանկերը ուղղակիորեն փոխանցումը կատարել չեն կարող, որովհետև կան թղթակցային բանկեր, միջնորդ բանկեր, որոնց միջոցով տվյալ փոխանցումը կատարվում է, սակայն չեմ կարծում, որ այս պահին արժե դրա մասին ավելի մանրամասն խոսել։ Ուղղակի պետք է իմանալ, որ եթե միջբանկային փոխանցում եք անում այլ երկիր, ձեր փոխանցումը հնարավոր է մի քանի օրեր տևի եւ նույնիսկ բավականին երկար օրեր։ Սակայն բացի միջբանկային փոխանցումներից, բանկերը հաշվի առնելով դա առաջարկում են արագ դրամական միջոցներով փոխանցումներ իրականացնել, որոնք հնարավորություն են տալիս առավել մատչելի եւ արագ կերպով փոխանցումներ իրականացնել երկրի տարբեր աշխարհի տարբեր հատվածներում։ Հեռակառավարման համակարգերից կուզենայի մի քանիսի մասին ուղղակի այսօր նշել, դրանք են ինտերնետ բենքինգը կամ օնլայն բենքինգը, տարբեր անվանումների կարող եք հանդիպել, ինչպես նաեւ մոբայլ բենքինգը, որը եւս օգտագործվում է նույն ծառայությունը բնորոշելու համար եւ հեռախոսային բանկ ծառայությունը կամ ֆոն բենքինգ ծառայությունը։ Այս ծառայությունները իրականում հնարավորություն են տալիս ցանկացած վայրում գտնվելով իրականացնել մի շարք բանկային գործարքներ, որը փաստորեն մեզ բանկ այցելելու ծանր խնդրից եւ երկար հերթեր կանգնելու խնդրից ազատում է։ Այսինքն մենք ունենք մեր համակարգչում հատուկ ծրագիր, որի միջոցով կամ դա կարող է լինել հավելված, որով մուտք գործելով կարող ենք կառավարել մեր հաշիվները, իրականացնել տարբեր տեսակի փոխանցումներ, կատարել կոմունալ վճարումներ կամ նույնիսկ վարկերի մարումներ կատարել եւ ավանդի ներգրավման հայտ լրացնել, որը հետագայում արդեն կդիտարկվի բանկում եւ ձեր ավանդի հայտի մասին լրացուցիչ կտեղեկացնեն։ Կա նաև հեռախոսային բանկ ծառայությունը, որը արդեն ինտերնետ հասանելիություն չի պահանջում, եթե ինտերնետ բանկ ծառայությունը պահանջում էր։ Տվյալ դեպքում ձեզ ծառայության ակտիվացման ժամանակ տրամադրվում է որոշակի կոդ, նիշ, գաղտնաբար, որը դուք պետք է ներկայացնեք բանկ զանգարելիս, այսինքն դուք զանգարում եք բանկ, ներկայացնում եք համապատասխան կոդը, որը ձեզ տրվել է եւ արդեն նույնականացվում եք եւ ցանկացած ծառայություն ձեր համար տվյալ բային արդեն հեռախոսով մատուցվում է։ Բնականաբար հեռախոսային բանկ ծառայության դեպքում ռիսկը մի քիչ ավելի մեծ է, դրա համար հիմնականում գործարքների
ծավալների սահմանափակում կա եւ դրամական եւ քանակային առումով։ Եվ տարբեր բանկերում որոշակիորեն այդ գաղտնաբառերը, որոնք տրամադրվում են, տարբեր են։ Ուստի, եթե ձեզ կառաջարկեն այդ ծառայությունը, արդեն փորձեք մանրամասն ծանոթանալ բոլոր մանրամասներին, որոնք կապված են տվյալ ծառայության հետ։ Հեռակառավարման համակարգեր, որոնք եւս հեշտացնում են, անընդհատ հայտնվում եւ անընդհատ զարգանում են դրանք եւ Հայաստան եւս մուտք են գործում, սակայն այն կարևորները, որոնք կարելի է հանդիպել բանկերից շատերում, այդ երկուսն են, այսինքն on-line բանկ, ինտերնետ բանկ ծառայությունը կամ հեռախոս բանկ ծառայությունը։ Այժմ խոսենք ավանդների մասին, գործիք, որը մեզ հնարավորություն է տալիս մեր ունեցած դրամական խնայողությունները առավել ապահով պահել բանկում եւ ոչ թե մեր իմացած ավանդական մեթոդներով։ Փաստորեն ավանդի ներդրման ժամանակ բանկը պարտավորվում է նախ եւ առաջ ապահովել ձեր միջոցների անվտանգ պահպանությունը բանկում եւ մյուս կողմից որոշակի տոկոսներ վճարել ձեզ դրա համար։ Ավանդների մասին նախ կարևոր է իմանալ, որ դրանք լինում են երկու հիմնական տեսակների, դրանք են սպահանջ եւ ժամկետային։ Սպահանջ ավանդները այն ավանդներն են, որոնց դեպքում դուք ցանկացած պահի կարող եք ձեր ներդրած գումարը բանկից հետ պահանջել եւ բանկը պարտավորվում է առաջին իսկ պահանջով ամբողջությամբ գումարը ձեզ հետ վերադարձնել։ Այսինքն դուք ներդրում եք գումար, անկախ այն ժամկետից, որով ներդրել եք, երբ որ ցանկանում եք, հետ եք պահանջում գումարը եւ բանկը ձեզ վերադարձնում է։ Մյուս տեսակի դեպքում, ժամկետային ավանդի դեպքում, դուք կնքում եք պայմանագիր որոշակի ժամանակահատվածի համար եւ դրանով ստացվում է, որ դուք ձեր գումարը մինչեւ որոշակի X ժամանակահատվածը թողնելու եք բանկում, որի դիմաց ստանալու եք տոկոսներ։ Սակայն այս դեպքում դուք եւս իրավունք ունեք ձեր գումարը հետ պահանջել բանկից։ Ուղղակի ի տարբերություն սպահանջ ավանդի, բանկը այս դեպքում իրավունք ունի ձեր տոկոսները չվճարել, այսինքն այն ժամանակահատվածի համար, որով դուք խախտել եք պայմանագիրը եւ որից շուտ դուք հետ եք պահանջել ձեր գումարը, բանկը իրավունք ունի այդ ժամանակահատվածի տոկոսները չվճարել, իսկ մինչև այդ եղած ժամանակահատվածի տոկոսներն են, բանկը հաշվարկվում է սպահանջ ավանդի տոկոսով, որը անհամեմատ ավելի ցածր է, քան ժամկետային ավանդի տոկոսը։ Ժամկետային ավանդների տվյալ խնդիրը բանկերի մեծամասնության մոտ եւս լուծված է, այսինքն բանկերը առաջարկում են ժամկետային ավանդների տարբեր տեսակներ, որոնք տարբեր իրավունքներ են տալիս ձեզ։ Այսինքն մի տեսակը ժամկետային ավանդի հնարավորություն է տալիս ընդհատել ավանդը ժամկետից շուտ եւ մինչեւ ընդհատման պահը ընկած ժամանակահատվածի տոկոսները առանց որոշակի նվազեցումների ստանալ, բայց բնականաբար մինչեւ ժամկետի ավարտ ընկած տոկոսները դուք նորից չեք ստանում։ Ավանդի տեսակներ կան, որոնք հնարավորություն են տալիս ավելացնել գումարը, այսինքն դուք ներդնում եք ավանդ եւ ավանդի ժամկետի ընթացքում հնարավորություն ունեք որոշակի գումար ավելացնել տվյալ ավանդի գումարին եւ ավելացրած մասով եւս տոկոսներ ստանալ։ Կան ավանդներ, որոնք այդ հնարավորությունը չեն տալիս։ Մյուս կողմից ունենք ավանդներ, որոնք հնարավորություն են տալիս ավանդի գումարը պակասեցնել, այսինքն դուք ենթադրենք ներդրել եք մի տարով ավանդ, սակայն որոշակի արտակարգ իրավիճակից ելնելով ձեր ավանդի գումարի մի մասը հետ է անհրաժեշտ եւ դուք կարող եք ընտրել ավանդի տվյալ տեսակի պայմանագիրը եւ ապահովված լինել, որ ցանկացած բայի կարող եք ձեր ավանդի գումարը նվազեցնել։ Սրանք հիմնական տեղեկություններ են ավանդի մասին, որոնք իմանալով դուք արդեն բանկ այցելելիս կարողանաք կողմնորոշվել, թե ինչ ավանդ ընտրել, ինչ տարբերակ ընտրել։ Եթե դուք ձեր բախտը բերի եւ հայտնվեք բանկային լավ աշխատակցի առջեւ, նա հնարավորինս կփորձի ձեր կարիքները բացահայտել եւ ըստ այդմ ձեզ այն ճիշտ տեսակ ավանդի առաջարկել, որը առավել կբավարարի ձեր տվյալ բային ունեցած կարիքները։ Սպահանջ ավանդներին վերադառնալով նաև նշենք, որ եթե դուք ավանդային պայմանագիր չեք կնքել, բայց բանկում ունեք հաշիվ, դա եւս ինչ-որտեղ համարվում է սպահանջ ավանդ եւ բանկերի կողմից ներկայացվում է որպես սպահանջ ավանդ։ Որոշ դեպքերում, ինչպես արդեն նշեցինք, 0% եկամուտով, որոշ դեպքերում որոշակի տոկոս եկամուտով։
Ավանդների մասին մեկ կարևոր փաստ, որը պետք է իմանալ, կապված է տոկոսի հաշվարկման եղանակի հետ, այսինքն բանկերը հրապարակում են ավանդները որոշակի տոկոսադրույքով, սակայն տոկոսադրույքի հաշվարկման մեխանիզմը կարող է լինել տարբեր։ Հիմնական այդ եղանակները տոկոսադրույքի հաշվարկման երկուսն են, մեր իմացած պարզ եւ բարդ տոկոսի բանաձևով։ Կարծում եմ բոլոր դեպ կիմանաք, պարզի դեպքում տոկոսը աշխատում է ավանդի գումարի նկատմամբ, իսկ բարդի դեպքում առաջին ամսին աշխատած տոկոսը գումարվում է ավանդի գումարին, որի նկատմամբ աշխատում է մյուս ամսվա տոկոսադրույքը, այսինքն գնալով ձեր վաստակած աշխատած եկամուտները ավելանում են։ Տոկոսադրույքների հաշվարկման համապատասխան եղանակների բանաձևերն են ներկայացված, պարզ տոկոսի հաշվարկման բանաձևը, որտեղ այն մեր ավանդի վերջնական գումարն է, այսինքն ներառյալային եկամուտը, որը մենք ստանալու ենք, անավանդի սկզբնական գումարն է, եռը տոկոսադրույքը եւ n-ը այն ժամանակահատվածը, որի համար ներդրվել է ավանդը։ Նույն բաղկացուցիչներով բանաձև ուղղակի արդեն բարդ տոկոսադրույքի համար, տոկոսադրույքի հաշվարկման համար տվյալ կողմում էլ ունենք ներկայացված ավանդի ինչ-որ օրինակ, ավանդի սկզբնական գումարը 1 միլիոն դրամ է, ներդրվել է 12 ամիս ժամանակահատվածով 7% տարեկան տոկոսադրույքով։ Նշենք, որ այստեղ է 7/12 է հաշվարկում, քանի որ մենք ավանդի տոկոսները հաշվարկում ենք ամսական կտրվածքով եւ նաեւ դրանք հաշվեգրվում են ամսական կտրվածքով։ Նշեմ նաև, քանի որ այդ մասին արդեն խոսեցինք, որ ամսական կտրվածքով ձեր աշխատած եկամտից, ավանդի դիմաց ստացված տոկոսային եկամտից հարկ է վճարում բանկը ձեր փոխարեն 10%, այսինքն ամսական կտրվածքով տոկոսային եկամուտը հաշվարկվեց, որից 10%-ը վճարվեց հարկ, մնացածը արդեն ձեր եկամուտն է, որը դուք կարող եք տնօրինել այնպես, ինչպես ուզում եք, բնականաբար հաշվի առնելով ավանդի պայմանագիրը։ Այժմ հիմնվելով աճ եւ ցախ մասում ներկայացվածից կատարենք հաշվարկը։ Տոկոսադրույքների մասին խոսելիս անհրաժեշտ է նաև իմանալ, որ պայմանագրերում եւ նաև հրապարակային օֆերտաներում բանկերի կողմից ներկայացվող նշվում են տարբեր տոկոսադրույքներ, երկու հիմնական տոկոսադրույքների մասն է խոսքը, մեկը տարեկան տոկոսադրույքն է ավանդի, մյուսը իրական տոկոսադրույքն է կամ այլ կերպ ասած տոկոսային ավանդի տոկոսային եկամտաբերությունը, որը ցույց է տալիս, թե ավանդը ինչքան եկամուտ է ապահովել ձեզ։ Արդեն պարզ է կարծում եմ, որ տարեկան տոկոսադրույքը դա այն տոկոսադրույքն է, որով բանկերը ուղղակի ներգրավում են տվյալ ավանդը եւ որը նշվում է պայմանագրում, իսկ տոկոսային եկամտաբերության մասով մի քանի կարևոր բաներ նշենք։ Տոկոսային եկամտաբերությունը շատ հեշտ է հաշվել իրականում, այսօր կան բազմաթիվ հաշվիչներ, որոնք եւ բանկերի կայքում եւ այլ ֆինանսական գրագիտություն տարածող կայքերում դուք կարող եք գտնել եւ հաշվել ձեր ավանդի տոկոսադրույքը, սակայն կարելի է ուղղակի նաեւ խուսափելով կամ եթե չունեք հասանելիություն նորից պարզ մեր մաթեմատիկական գիտելիքներով ոնց կարելի է հաշվել ավանդի եկամտաբերությունը, ուղղակի ինչքան գումար ենք ներդրել, ինչքան տոկոս ենք դրանից ստացել եւ տեսնել թե մեր ստացած տոկոսը մեր ներդրած գումարի որ մասն է կազմում։ Այն տոկոսը, որը նշվում է տոկոսային եկամտաբերության տակ, ներառում է մի քանի բաղադրիչներ, որոնք իրականում պատկերը մի քիչ շեղում են։ Այսինքն դա հաշվի առնում, թե ինչ հաճախականությամբ է տոկոսը բանկը ձեզ վճարում, կամ վճարում է թե չէ, ինչ եղանակով է այդ տոկոսադրույքը հաշվարկվում, պարզ թե բարդ, եւ դրանից կախված ստացվում է ինչ-որ թիվ, որը կարող է տարբերվել իմ նշած եղանակով տոկոսային եկամտաբերության հաշվարկից, բայց ամենապարզ եւ ակնհայտ պատկերը, թե ինչքան եկամտաբերություն է ապահովում մեզ ավանդը, ուղղակի հաշվել, ինչքան տոկոսներ բանկը մեզ վճարեց, անկախ նրանից ամսական վճարեց, սկզբում վճարեց, թե ժամանակահատվածի վերջում վճարեց, եւ տեսնենք, թե այդ գումարը մեր ներդրած ավանդի որ տոկոսն է կազմում։ Ու եւս մի բան, որի մասին կարծում եմ արժե խոսել եւ որը ձեր գործնական կյանքում ձեզ շատ պետք կգա, ֆիզիկական անձանց դրամական ավանդները երաշխավորող հիմնադրամն է։ Հիմնադրամը երաշխավորում է Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց կողմից ներդրված դրամական եւ արտաշունչային ավանդները, այսինքն եթե դուք ներդնում եք որոշակի ավանդ եւ տվյալ բանկը ունենում է ֆինանսական խնդիրներ եւ ձեր պահանջով
ձեր ավանդի գումարը չի կարողանում ձեզ հետ վերադարձնել, ստացված հիմնադրամը երաշխավորում է, որ տվյալ ավանդը եթե չի փոխհատուցվում բանկի կողմից, ապա փոխհատուցվում է հիմնադրամի կողմից։ Կան իհարկե սահմանափակումներ գումարի առումով, թե ինչքան դրամ եւ ինչքան արտարժութային ավանդ է տվյալ հիմնադրամը երաշխավորում, սակայն այդ սահմանաչափերի մասին մանրամասն այս բանին նշելու իմաստ կարծում եմ չկա, դրանք վիդեո դասին զուգահեռ տրամադրվող նյութում մանրամասն ներկայացված կլինեն, կարող եք ծանոթանալ, եթե կունենաք հարցեր, ուրախ կլինեմ ձեր բոլոր հարցերին պատասխանել։ Փաստորեն այսօր քննարկեցինք բանկերի կողմից առաջարկվող ծառայությունները։ Վերջում ես հենց նոր հիշեցի, որ ձեզ խոստացել էի, որ բանկերի եւ բաժնային կազմակերպությունների տարբերությունների մասին էլ պետք է խոսենք։ Բացի բոլոր այն ծառայություններից, որոնք բանկերը առաջարկում են եւ որոնք մենք հիմնականում քննարկեցինք, բանկային կազմակերպությունները մատուցում են միայն վարկերի տրամադրման ծառայությունը։ Այսինքն, եթե դուք ուզում եք հաշիվ բացել, այդ խնդրով բանկային կազմակերպությանը դիմել չեք կարող։ Նույն կերպ դա վերաբերում է ավանդներին, քարտերին, հեռակառավարման համակարգերին եւ մնացած բանկերի կողմից առաջարկվող ծառայություններին։ Դա բանկային կազմակերպությունների եւ բանկերի հիմնական տարբերությունն է։ Պրակտիկ եւս մի տարբերություն նշեմ հայաստանյան շուկայից։ Ընդհանուր առմամբ բանկերի եւ բանկային կազմակերպությունների կողմից առաջարկվող ծառայությունների սակագները իրարից տարբերվում են, քանի որ բանկային կազմակերպությունները իրենց վրա վերցնում են ավելի մեծ ռիսկ։ Այսինքն հաճախորդը մերժվելով բանկի կողմից, չհամապատասխանելով բանկերի կողմից համատաբար առավել խիստ պահանջներին, դիմում են բանկային կազմակերպություններին, որոնք կամ բավարարում են հայտերը, կամ մերժում են։ Այսինքն բարձր ռիսկ, բարձր եկամուտ։ Դրա հետ կապված բանկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները ավելի բարձր են։ Ըստի, եթե դուք ունեք բավականին լավ ցուցանիշներ վարկավորման համար, կարող եք դիմել բանկերին եւ ոչ թե բանկային կազմակերպություններին, բայց եթե ստացվել է այնպես, որ չունեք այլ ընտրանք, բանկային կազմակերպությունները կան եւ դրանք բավականին շատ են Հայաստանում։ Վերադառնալով ամփոփմանը, փաստորեն մենք այսօր խոսեցինք բանկերի կողմից առաջարկվող հիմնական ծառայությունների մասին, բացի մի քանիսից եւ վարկերից, որոնք դեռևս ես կներկայացվեն, եւ բանկերի ու բանկային կազմակերպությունների միջեւ առկա գործնական տարբերություններից։ Հուսով եմ նյութը ձեզ համար կլինի օգտակար, ուրախ կլինեմ պատասխանել ձեզ ուզող բոլոր հարցերին եւ նաեւ ուրախ կլինեմ, եթե վիդեո դասի տակ շատ ակտիվ քննարկում ծավալվի։